Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ։ Որևէ մեկը։ Կխոսեմ տենց ձեզ հետ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Այսօրվա իրավիճակը հիշեցնում է Եղեռնի ճանապարհին Աստվածաշունչը ցնցոտիների տակ պահած ինքնությունը չկորցնելու մղումով եւ ցանկությամբ մահվան դեմ մաքարող հային։ Մեզ համար մեծագույն արժեք հայոց բանակը դավաճանաբար կործանեցին։ Այսօր կա բանակը, բայց այդ բանակում չկա ամենակարևորը՝ ոգին։ Այլևս անհանդուրժելի է որևէ կորուստ, չնայած շարունակաբար հենց նման լուրեր ենք լսում։ Ու չնայած բանակը հիվանդ է, բայց այն կա։ Եվ այն պետք է սպեղանել մեր համառությամբ, հաստատակամությամբ, հավատով ու լավատեսությամբ։ Բանակը պիտի լինի, քանի որ երբ այն կա, երկիրն էլ կա, մեջքդ պինդ է սահմանապաշտպանված։ Հիմա ավելի հեշտ է մեր սահմանապաշտպանել, քանի որ այն փոքրացել է։ Բանակը պիտի վերածնվի։ Այն բանակը, որի տղաները երկաթե տարաներով կահավորված դիրքերում կռվում էին, մարտական գործողություններում հաղթող էին, մեջքից խփող ու փախնող հրամանատար չկար։ Բանակը բանակ էր, հրամանատարը հրամանատար, զինվորը զինվոր, բոլորն իրենց տեղում էին։ Մեզ պետք չէ, որ պաշտպանության նախարարը քծնանքով նայի ինքնակոչ գերագույն հրամանատարին, որը բանակից շատ հեռու է։ Այթելու հնազանդ հայացքը մարտիկը չպետք է ունենա։ Ասում են Սուրեն Պապիկյանը սիրում է, երբ իր շրջապատում իրեն սպարապետ են կոչում։ Մենք տեսել ենք հայոց բանակի ծնունդը։ Միևնույն է, այն այնքան լավն ու հզոր էր, որ դեռևս կա, պարզապես հիմա մի քիչ հիվանդ է։ Ինչ գործոններ է ներառում այսպես կոչված խաղաղության օրակարգը։ Քծնանք քեզ կոտորող ազգի ղեկավարին, որն է այդ խաղաղության օրակարգը, որ ինչքան քծնես, ինչքան քեզ կոտորեն, ստորացնեն, հրապարակավ ծաղրեն, նսեմացած եւ մի անկյունում ընկած լինես այդքան լավ, դա է խաղաղության օրակարգը, թե այն երբ դու ուժեղ ես, բանակդ մեջքիդ կանգնած է, երկու անգամ հաղթանակած է եւ այո, դու ես թելադրում խաղաղությունը։ Եթե դու բռնությամբ ուզում ես այդ հիշողության մի հատվածը պոկես, միևնույնն է, այդ ինքնությունը աղճատվում է։ Ու դա հաջողության չի բերել, այսինքն մարդը եթե հեշտությամբ հրաժարվում է Արարատից, վաղը հեշտությամբ հրաժարվելու է Հատիսից, որովհետև Արարատը խրված է քո ինքնության մեջ։ Մա դու ասում ես, եթե դու պրագմատիկ ես, հրաժարվի Արարատից։ Մի նայի նրան որպես ինչ-որ այլ բան, նայի որպես սիրուն ուրվագիծ։ Հիմա եթե դու այդպես ես նայում, այն նույն սիրուն ուրվագիծը կարող է լինել մի օր քեզ համար քո պետության տարածք, մյուս օրը էլի սիրուն ուրվագիծ, բայց ոչ քո պետության տարածք։ Այդ ինչ մեծ սուտ է, որ այս ժողովրդին կերակրել են եւ ավաղ առ այսօր դրան հավատացողներ կան։ Միգուցե ոմանք իներցիայով չեն ուզում ընդունել իրենց սխալը, չհաշված ֆեյքերի պոակի 30 արծաթով աշխատողներին, որոնք այսօր գերիշխող մաս են կազմում։ Չգիտես ինչու այս գործընթացի մեջ ակտիվ ներառված են նաև չինացի եւ կորեացի կեղծօգտատերեր։ Այդ ինչ էնտուզիազմով են նրանք աշխատում։ Այլևս անիմաստ է համացանցում գրառումներ անելը, քանի որ մինչև փնտրես ով է իրական ով կեղծ, իզուր ժամանակ կկորցնես։ Արդեն գիտենք կեղծօգտատերերին։ Նույնիսկ այդ հարցում չեն աշխատում, տեքստերը նույնն են, հատուկ կլիշեներ են օգտագործում։ Դրանք կարճ տեքստեր են, որ ինչ որ մեկը գրում է, հետո բաժանում մնացածին, բոլորը նույն տեքստն են գրում, անտաղանդ, կետադրական եւ ուղղագրական նույն սխալներով։ Նույնիսկ այդտեղ են դիլետանտ։ Ոչ երկիր են կարողանում ղեկավարել, ոչ կեղծօգտատերերին։ Գիտակ եւ զգոն մարդիկ աղաղակում են, որ պետք չէ տարածել այդ Արարածի կենցաղավարության դրվագները, որովհետեւ չարիքը տարածվելուց սնվում եւ հարատեվում է։ Պետք չէ դնել դրա փնթի նկարները, մանավանդ որ այդ անձը զզվանք է հարուցում։ Իր ամենօրյա հաց ուտելը թեմա է, երբ կործանվում ենք, երկիր ենք կորցնում։ Քարորիա պատերազմի օրերին ինչ որ կանայք խորհուրդներ էին տալիս լուրջ հրամանատարներին, թե ռազմավարական ինչ հնարքներ օգտագործել այս կամ այն տարածքում։ Իսկ այսօր հավանում են նրա գրառումները։ Եթե ընտրությունների ընթացքի նկատմամբ լինի բացարձակ վերահսկողություն, հանրային վերահսկողություն, նիմությունը տեր կանգնի ձայներին, ես համոզված եմ, որ սրանք վերարտադրվելու ուղղակի շանս չունեն, որովհետև այնքան են հակապետական քայլ արել, որ ուղղակի անպատկերացնել է, որ ինչ-որ մեկը սթափ մտքով կարող է հավատալ իրենց խոստումներին։ Ժամանակին զգուշացնում էինք մայրերին, որ չզանգեն իրենց ծառայող երեխաներին։ Չի կարելի այդքան համառ եւ անմիտ լինել եւ թիրախավորել սեփական զինծառայող զավակին։ Հետո այսպես կոչված նոր Հայաստանի բանակում հայտնվեցին նոր ու հատուկ հեռախոսներ։ Սա մտածելու տեղիք է տալիս։ Մարդկարոտում է անգամ պահածոյի երկաթե տուփերով խրամատները, զինվորի եփած սուրճը։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։